Ամենամեծ շահույթը դա մեր բանակն էր։ Երբ որ հայ տղամարդը, հայ զինվորը, հայ որդին դուրս էր գալիս իր կնոջը կամ մորը պաշտպանելու, այդ դա է ինձ համար հայկական բանակը, դա է մեր շահույթը։ Պետք է չլիներ այդպիսի բանակ, որ ես նստեի, ասենք, այդ կոմպյուտերի առաջ եւ տեսնեի թե խելագարված զինվորը ոնց է նորքի մասիվում 2 օր ես չեմ քնում։ Դա պետք է չլներ սպանությունները, չլներ բաժանում չլներ, հասկանում եք զինվոր տեսնելուց հայը պետք է ոգևորվեր եւ ամբողջ հոգով նվիրվեր նրան աներ ամեն ինչ, որպեսզի հարգանք մատուցեր զինվորին, սեր լիներ զինվորի սպայի հանդեպ, ինչպես կար մեր հանդեպ ժամանակին։ Սպաներ կամ որ իրանց տեղում չեն հայտնվել, կարող է մի հատ, չգիտեմ որ գյուղի մի Չոբանին բերեն դնեն սպա միտեղ ծառայի կամ եթե չէ հիվանդ զինվորին ուղարկեն բանակ այդ զինվորը չի կարող ծառայել հասկանում հիվանդ զինվորին բանակ չզորակոչեն հիվանդ սպաներին տեղ չտան եթե զինվորը անկարգապահ կալանատուն են ուղարկում նորից է խախտել նորից կալանատուն նորից է խախտել նորից կալանատուն եթե չի լսում դատի է տալիս բայց դա չի նշանակում որ պետք է մենք 18 տարի երեխա պահենք սոված ծարավ տկլոր տանեք մարդերով սպանեք զինվորը պետք է զգա սպայի ոչ թե ավակությունը հայկական բանակի մասին է խոսքը ոչ թե ավակությունը այլ հարազատությունը ձայնիկի համար պետք է զինվորին զորակոչել եւ սպային պարտադրել որ լսի եղբայր եթե դու չես կարողանում հայրասեր լինես ռոճիկ ստացողներ լիքն են Բանակում պետք է ծառայեն ոչ թե ռոճիկ ստանալու համար, այլ հայնիկի բանակը կերտելու համար։ Ամեն դեպքում մենք ավելի մարդիկ են, քան ադրբեջանցիները։ Ամեն դեպքում մենք ավելի ամուր են, քան ադրբեջանցիները։ Հայ տղամարդ դուք ապսուս բանակում չեք ծառայել, այլ ձեր հայրը ծառայել է։ Մենք 3 հոգի, 4 հոգի էինք բանակում, ադրբեջանցիները 8, 10, 12 հոգի։ Բռի մեջ պահում էինք։ Բռի մեջ ամեն զորամասում այդպես է եղել։ Եթե մենք այնտեղ կարող ենք նույն անենք, նույն բանը այստեղ է, նույն բանը մարտադաշտն է։ Ես վստահացնում եմ, նույն բանը մարտադաշտն է։ Մեր մեկ տղամարդը 3-4 ադրբեջանցու հետ հանգիստ կարող է ուժերը չափել։ Բաները այնպես է արմատակալած, որ նախարարներ չի կարող փոխել, որովհետև այնքան բարեկամ են խաղում բանակում։ Ու գիտեք ովքեր են բարեկամ խաղում։ Եվ նախարարի խոսքը կարող չհասնի։ Հասկանում եք, այդպես պիտի դրվի բանակի կարգավիճակը, որ խոսքը նախարարի միանգամից օրենք լինի բոլորի համար այն մեկը չզանգի նախարարին ասի գիտես խորախորոս տեղը դու ստեղ կամանզիրի պալկա կամ մորքուրից տղային տեղափոխի ասի ուշտեղը այդ ժամանակ նախարարը կարող շատ ուժեղ լինի դա միազնյա ղեկավարի բանակը բայց մենք գիտենք որ շատ բաներ կա ոսկի նախարարից կախված չի անփոխարինելի մարդ չկա բայց ես էլ ասում եմ հրաժարակալ ճիշտ չի լինի ընդհակառակը նախագահան պետք է հրաման ներկայացնի ու օրենք լինի բոլորի համար ով որ խանգարվեց բանակի գործերին նախարարի հրամանը չկատարեց ես պատասխանատու չեմ ամբողջապես օրենքի ամբողջ ուժով պատժում է մի խոսքով չլինի դեպ նախագահի կոնտրոլի գերագույն հրամանատարը պետք է վերցնի կոնտրոլի տակ ու ասի որ վերջ այս սա է հրամանը տրվեց ով խառնվեց իմացի որ գործ պետք է նախագահի հետ այդպեսի բան պետք է մշակվի հնարավորությունը պետք է մեծացվի նախարարի Լայն իրավունքներ պետք է նախագահի հասկանում եք ես չեմ ուզում ուրիշ բաներ խոսամ այսօր բանակի մասին ենք մենք խոսում բայց մենք գիտենք չէ ուզածած կարա վերցնի շատ մարդիկ եւ նախարարին ասեն գիտես սա սենսա կամ իմ աղբոր տղարա սրան գործից մի հան մենք գիտենք դա ես ցավատալը ես դրա համար չեմ ուզում շատ բան խոսամ պետք է ոչ մեկ իրավունք չունի խառնվելու նախարարի գործերին